Ժորժյան, ես խնդրում եմ ձեզ, այս աշխարհում ինչ ավանտյուրիստ կա Հայաստանում, ինձ անգում գումար ա ուզում, անծանոթ մարդիկ, մի արեք տենց բան, խնդրում եմ ձեզ, ես եմ որոշում, ում եմ ֆինանսավոր օգնում, ում եմ ֆինանսավորում, Են թղթեր եք ուղարկում, ես հիվանդ եմ, եսի հիվանդ ա, եսի մովա հիվանդ եւ այլ, են սիրուն աղջիկը որ կար, հիմա անունը չեմ տալի, որ նստավ Բերդ, չերեզինից նստավ, այդ ավանտյուրիստներին, Ժողովուրդ ջան, ես կնստացնեմ, մի արեք, այդ ավանտյուրիզմը մի արեք, ու գումար մի ուզեք, ու մի հատ էլ բան, օքսիի մասին ա խոսքը, հիշում եք իրան բոլորդ, եթե դուք ինչ-որ հարց ունեք, թաղապետարանում ա, քաղաքապետարանում ա, ոստիկանությունում ա, եւ այլ, անունս չտակ, ես դիմում եմ բոլոր թաղապետների ցանկացած կառույցին, եթե իմ անունը տվեցին, ավելի ժոստկ եղեք, քան կարայք լինեիք, եթե ես զգամ, որ այնտեղ օրենքով ինչ-որ բան չի, ես կզանգեմ անձամբ կասեմ, այս բանը օրենքով չի, մի հատ ստուգեք նայեք, բայց եթե իմ անունը տվել է հանգարց մեկը, սուտ է, ուղղակի արդեն Ժողովուրդ ջան, այնքանին է հասել, այնքան անգամ եղավ, գայշնիկա կայնացնում, ասում է գորամատունի ընկերն եմ, չի տեսա ինձ կյանքում, երկու անգամ կոմենտ ա գրել իմ բանի տակ, էֆիրի տակ, գորամատունի ընկերն եմ, բաց թողեք, այդ ոնց կարա տենց լինի, կպատժեմ հենց այն մարդուն, ով իմ անունը տվել է։ Մի բանի մասին էլ եմ ուզում խոսեմ, Նիկոլ Փաշինյանի ֆանատները։ Ինչքան ես եմ Նիկոլ Փաշինյանին պատժ կարել, ու մենակ խոսքերով չէ։ Ոչ ոքը հանգարց չփորձեք իրան այդքան պատժ կարենք։ Բայց եթե ես քրիտիկա եմ անում, ես գտնում եմ, որ ճիշտ է ու լավ եմ անում այդ քրիտիկան։ Ու միշտ էլ անելու եմ։ Նիկոլ Փաշինյանի ծնունդն եմ շնորհավորում, իր հետ նկար եմ գցել, երկուսով կանգնած ենք։ Այն Բեջիկովը ինքն էլ ես էլ, բանը բիզնես կոնֆերենցիա էր, հա, իրար հետ խոսում ենք, այդ նկարը տեսել եք երևի։ Բանը Նիկոլի, բանը Բեջիկը մեջքին ակցած, հենց լենքն ամենակ բանին, հա, ինձ մի հատ կինա գրում մեծ հավյանքով ձեզ, տիկին ջան, որ ինչ եք Նիկոլի նկարը, սենց որ լենքն ամենակ վզին, դա իմ մեղքը չի, во-вторых, մի ընկեք այդ մանր բաների հետևից։ Լենտը ստեղին էր, թե մեջքին էր, թե եսի մինչեր, ինչի հետևից եք ընկե։ Մարդուն ծնունդն եմ շնորհավորել։ Լենտը էդի արդեն ֆանատիզմ է դառնում, այդ ձեր գրածը։ Դες բան պետք չի անել, Ժողովուրդ ջան, ես չեմ ուզում Նիկոլին հրեշ սարքեմ։ Այո, здоровая критика всегда нужна։ Անցանք լավ։ Խոսենք մի հատ Լևոն Տեր-Պետրոսյանից եւ անցնենք արդեն կարևոր թեմաներից։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը տեսակ որ միացավ այսպես ասած սրբազանին, ես չգիտեմ դրանից բետար անառակ որտեղ կա, քան այդ սրբազանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան միացավ։ Նիգադյայ որի ժամանակ կար Վանո Սիրադեղյան, կային շատ նիգադյայներ, դուք հիշում եք ինչ էին անում ոստիկանները, ինչքան մարդ ծեծեցին, ինչքան մարդ խփեցին, պալկովնիկներին որ խփին, հիշում եք բոլորդ։ Իրանից սկսեց ընտրությունները խաբելը, հիշում եք։ Ես այն օրերն եմ անցել Լևոնի ժամանակ, այդ ընտրության ժամանակ, որ 6 հոգի մտնում էին, 200 հոգի մարդ են կանած, սաղ վախեցան։ Ասում այս 6-ից խի վախեցաք, այսքան մարդը, ասում դες փոքր է վախ։ Ասում Գորջյան, սաղի ջարը էլեկտրաշոկ է։ Տենց էին ընտրությունները անցկացնում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Ոնց էին խլում են վախտ օբյեկտները մարդկանց ձեռներից, արա են վախտել ինչ օբյեկտ։ Մի հատ թեթև բաներ բացը վերջինը դրել էր, հա, էդ էլ էին գալի խլում եւ այլը, հո ես գիտեմ։ Կստати Արտակ Ղուկասյանը բոլորը շատ լավ ճանաչում եք, հա, իրանց օբյեկտն էլ այն ժամանակ Արտակ Ղուկասյանը, հա, բանն էր, հա, եկան խլին գրուբը։
Կա Արմեն Մարտիրոսյան, Անտարես Արմեն, որը իմ ընկերն է ու իր նման մարդը ինքը միակն է Հայաստանում, որ ես իմ հնարավորություններ ուներ, ես իրան 20 հատ телохранитель կտայի, թիկնապա կտայի։ Ու կպայի մի հատ ռեզինի կամերային, որ այդ մարդուն բան չլինի, որովհետև ինքն է կրթում։ Այսօրվա օրով ինքը այն հազվագույն միակներից է, որ ինքը կրթություն է տալիս Հայաստանին։ Բայց Արմեն Մարտիրոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանը պատժկա է անում, հա, ինձ էլ զանգեց, մի քանի բար խոսացինք եւ այլ։ Ես իրան հասկանում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը իրոք ինտելեկտուալ է, բայց ինտելեկտуальный негодяй это мне не подходит. Հա, մենք Արմենի հետ ես Երևան գամ, մենք մի օր կմտնենք հեռուստատեսություն, իրար հետ բան էֆիր կանենք, հա, ես իմ փաստերը կդնեմ, ինքը իր փաստերը կդնի, էլ եմ ասում, ինքը ինձ եղբոր նման մարդ է։ Բայց հիմա հավատացել է նրան հեռուստատեսությունով մի հատ դիսկուսիա կլինի, թող ինքը իրան ասի, ես իմ ասեմ, տեսնենք ով ճիշտ դուրս կգա, եթե ինքը ճիշտ դուրս գա, աստղա, բան չունեմ ասելու։ Լավ, հիմա խոսեմ նորից Մխիթար Հայրապետյանի մասին, մեր IT տեխնոլոգիայի նախարարի մասին։ Ժողովուրդ ջան, իհարկե ինքը դա այդ գումարը չի ներդրել, հա, գիտեք բոլորը ով է ներդրել գումարը եւ այլ, բայց հավատացեք, իմ աչքի դեմ այնքան տեղ եմ եղել, այնպես պրոյեկտներ են տապալվել Շատ անգամ չուզելով, չեն ուզեցել այդ պրոյեկտը, տապալել են ուղղակի։ Շատ անգամ չեն հասկացել, ուրիշ նախարարը չի հասկացել, այս ինչ է ընդհանրապես տապալել է։ Մի հատ նախարար կար, անունը չեմ ուզում ասեմ, հիմա ինքը վատ մարդ չի, ուղղակի, հա, որ ինքը ինձ ասեց, Գորջան, նախարարը բան չի որոշում։ Տեսար, որ որոշում է եղբայր ջան։ Ու հիմա 500 միլիոնի ներդրում եղավ IT տեխնոլոգիայի մեջ, սերունդ չէ, սերունդներ են զարգանալու, կրթվելու, աշխատելու, բարձր աշխատավարձով, բարձր տեղ, ռեգիոնում տես բան չկա, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, չկա, Հայաստանում է դա բացվում, սերունդներ են կրթվելու ու աճելու, լապատկի գործով չէ, Շատ հարգում եմ, ով բանվոր է աշխատում եւ այլ, բայց բոլոր բանվորները թող ասեն, կուզեին, չէ՞ որ իրանց երեխեքը տենց տեղ աշխատեին, IT տեխնոլոգիաներում բարձր աշխատավարձով ու մակարդակը ինչ լներ։ Հա։ Մխիթար Հայրապետյանը դա արեց։ Պարոն Հայրապետյան, պրոստը բրավո։ Դուք բրավո։ Ես ասելու բան չունեմ, ուղղակի բան ասեմ, Ժողովուրդ ջան, այս լուրը որ գրեցի, թե ես, թե ուրիշ մարդիկ եւ այլն, տակը կոմենտներում լավ էլի գոր, ես ինչ ես ու սենց փնովում են Ժողովուրդ ջան, անպայմանա գերեզմանի մոտ նկարվեմ, Facebook-ի համար էի գնացել գերեզման, նկարվեմ, քսեմ Facebook, բնայեք ինչքան սուք եմ, սուքա, ցավում է Դրան ենք սովոր։ Մենք իրոք դրան ենք սովոր, որովհետև ես մի հատ ջոկատում էի այն պատերազմի ժամանակ։ Ջոկատի երկրի գիտեք որն էր։ Ադանայի ողբը։ Կոտորած նանգութ հայերը թողլան, անապատ դարձած շքեղ Ադանան։ Արա այդ երկով ես ոնց բոյ մտնեմ, ուզում ես նստես լացես։ Այդանք մեր վիշտը հերիքա։ Լավ նորությունին կարողացեք ուրախանալ, Ժողովուրդ ջան։ Այդ լավ նորություն է գալի, էտել եք մեջ է բանանում, խաշում եք գրախ, ուտես չի։ Այո, ստացվեց, այն բանը ստացվեց, որը անենց անսպասելի բան էր։ Կստացի դրա մասին ես գիտեի, բայց что переговоры идут и так далее, эфирun չէր կարելի ասել, потому что все велось очень сложно, очень тайно։ Բայց որ եղավ նենց արագ ես չէի պատկերացնում, որ տենց արագ կլինի, անգամ ես չգիտեի, որ տենց արագ լինելու։ Արա եղավ։ 500 միլիոնի ներդրում IT տեխնոլոգիայի մեջ բացվում է մի հատ նենց բան Հայաստանում։ Գիտեք ռազմաարդյունաբերությունն չէ, գիտեք այս բանը։ Ժողովուրդ ջան,
այդ բիսպիլոտնիկը կտրած փետ չի սամոլոտի ձև սարկած վրան մոտորը կախած տակը գրանատ ինքը թռավ գնաց տրակեց, չէ։ Այդ բիսպիլոտնիկի թևը որ բացում ես մի քանի հատ գրպանիկ կա ամեն թևի մեջ։ Այդ գրպանիկների մեջ այնպես շիպեր են։ Այնպես բաներ են դրած։ Մեկը связь, մեկը антиглушение, մեկը էս մեկը այն մեկը ու sense բաներ։ Այն մեկ թևի մեջ էլ слежение зацелю и так далее։ Այդ ամեն ինչը մեզ պետք է։ Ու դա բացվել է Հայաստանում, բացվում է 26 թվականից սկսելու է աշխատել։ Այդ չիպերը, այդ բաները, որ կարանանք մենք արտադրենք, մենք դնենք մեր բիսպիլոտնիկ, բացի բիսպիլոտնիկից 1000 բանի մեջ, գրանցդանսկի էլ է գնալու։ Մենք այդ հնարավորությունը ստանում ենք։ Ես արտակի հետ խոսել եմ բանը պրիմո էֆիրում, հա, մի հատ էլ ասեմ, Ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում մի հատ չիպը ճարելու համար, բերելու համար, ասենք մեր ֆիրման որ բան անում, ինչ դժողքի ճանապարհ ենք անցնում ընդեղ, չերես, որ հասնի մի հատը։ Եթե դու հանգարց օպտովի զակաց տվեցիր, մոռացի փակվավ սա։ Համարդ Հայաստանում է դա լինելու։ Ուրախացեք դրան։ Մի ասեք գերունիի բանը տելեսկոպը, մի ասեք տենց բան։ Ամեն ինչ իր հերթին։ Էս եղավ, եկեք սրան ուրախանանք։ Գերունիի տելեսկոպը իր հերթին։ Թող լինի, ես կուրախանամ, չկա, լավ, այնի շատ տխուր է, բայց էսի ուրախանալու բանը։ Կամ բանը մուկին ձերբակալել են, էլի ես գրեցի, էլի լիքը մարդ, հեսա բաց են թողելու ման։ Ժողովուրդ ջան, նայեք։ Բաց թողելը իհարկե ահավոր է, հա, մենք այդ ճանապարհը անցնում ենք ու սաղս այնքան ենք հիասթափված, որ այ մարդուն բռնին բաց թողին բան։ Ժողովուրդ ջան, բաց են թողում մինչև դատը։ Հիմա մուկին, եթե բռնել են, причем ես Մղճանի հետ շատ ուժեղ կապեր ունեմ։ Ես գիտեմ Մղճանում ինչ է կատարվում, անձնական կապեր ունեմ այնտեղ էլի, հա, գիտեմ Մղճանում ինչ է կատարվում, դա էլ մուկի են բանն է, գնիզդոնը։ Հիմա թե իրան բաց կթողեն մինչև դատ, թե արդեն կպահեն այնտեղ եւ այլ, բայց իմ համար կարեւորը որ հարուցված է գործը իրան ձերբակալել են։ Ինքը էլ Հայաստանից չի կարա դուրս գա։ Էլի հեսա հիվանդանալու է, հա, այդ պատմությունները, հեսա всё հիվանդ եմ, ռակ եմ, սիրտս ցաված, գլուխս ցաված, ես ինչը ցաված, թորս հիվանդացավ եւ այլ, դա սա հասկանալի է, ում բռնում են սա հիվանդանում են։ Բայց իմ համար կարևոր է որ քրեականը հարուցվել է, ես հուսամ, որ ինքը նստելու է։ Պատմություն կա մուկի մասին, որ խոսում ենք պաշտոնյա մարդեր, բանը ուժային կառույցներից։ Ասես Գորջան, հիմա դրոշակներ են դնում, Հայաստանի քարտեզներ, ասես դրոշակներ են վրան դնում, մուկի օբյեկտները, բանը մուկի բանը սեփականությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սա Հայաստանի Հանրապետությունը կարմիր ֆլագ դարավ։ Սա sense դրել էր։ Չուրախանան որ բռնել են։ Այս փաստով եմ ուրախանում։ Հիմա բաց կթողեն, բաց չեն թողնի եւ այլ, այսօրվա օրով ունենք այն, ինչ ունենք։ Այսօր ձերբակալել են։ Փառք Աստծո։ Բա բաց կթողեն, հա, ես կասեմ նիգադիայի։ Եթե մինչև դատ են բաց թողել, դա ուրիշ հարց է։ Ուզում եմ խոսամ մի հատ բանի մասին։ Ուրեմն երևի մի շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանը խոսած, որ իր կյանքին սպառնում են, ինքը բրանի մեքենա է ուզում։ Վերցնի ասեց ես բրանի մեքենա պետք է վերցնեմ, որովհետև ինձ սպառնում են, հա, կյանքի սպառնում են։ Ուրեմն իմ ազգային ժողովի նախագահ Ալեն, ты знаешь, как я к тебе отношусь? Очень хорошо, очень. Но Եթե դու ես ուզում բրանի մեքենա վերցնես, բայց ինչ անեմ, եղբայր ջան։ Ես 100-ից ավել ստացել եմ սպառնալիք, որ ինձ խփելու են։ Դու փոխանակ ասես, կբռնենք, вместо того, чтобы атаковать։ Դու ասում ես բրանի ավտոմոբիլի մեջ նստելու եմ, պաղկվեմ, ես էլ տենց անեմ։ То есть դու հասկանում ես, եթե քո նման մարդու, իմ նման մարդու կարում են տենց սպառնալիքներ անեն, հասարակ մարդկանց ոնց են վախացնում։ Էնի ինչ անի։ Էնի որ դուց բրանի ավտոմոբիլ վերցնի։ Կարող դատական համակարգը ու քննչականը ուշքի բերեք մի հատ։ Ես խնդրում եմ այդ գործը զբաղվեք, որովհետև
Ամեն ինչ բոլիմենի լավ է գնում հիմա։ Քնչականը ոնց է աշխատում։ Բոլորը հիասթափված են քնչականի պատճառով կառավարությունից։ Քնչականի պատճառով։ Մի հատ էլ բան ասեմ, Ժորժան, նորից եմ կրկնում, ինչ որ մեկը ֆորմա Ամերիկայով, որ ինձ չի ճանաչում, կյանքում չի տեսել։ Ինչ որ վատ բաներ այ մասին խոսում, բան անում եւ այլն։ Ժորժան, մի հոգի, մի հատ մարդ բերեք դրեք դեմս, ասեք գորը իրան վատություն արել։ Ես բացի օգնելուց ոչ մի վատություն չեմ արել, ոչ ոքին։ Այս բևերա դաշնակները, որ sense ֆռում, sense բաներ են ասում։ Զանգեց ինձ Էնֆիա ջան, ասել եմ ձեզ, որ եթե կրված տղա է, մի րոպեում բռնվում է, կրվածա թե չէ, ասել են, չէ, էֆիրում, Այս տղու ես խոսացինք բուկվալ մի քանի րոպե, ասում եմ, «Սո, ինձ իսախ պարզա, ես էլ իր մասին ասեցի, ես հեգացա, հասկանում եք, այնպես վեհություն ստացա այդ մարդու հետ շփվելով։ Հիմա իր հետ ընկերացել ենք, մենք շփվում ենք այդ մարդու հետ, որտեվ կրված տղա է։ Արա ադմիրալ Սամոն, արա դուշման, արա էսի, ընդեղ ու գնաց, արա ցավը տանեմ։ Բայց այդ մարդուն եկել էին, ականջին լցել էին, ես իբր թե իր մասին վատ բան եմ ասել։ Այ ցավը տանեմ։ Ով է այդ այդ մուտիտները, դաշնակցականները սենց անում։ Խեք անում, արա։ Դարձի, այդ տղուն հիշեցի, Արսեն Հակոբյանի մասին էլ ասեմ, Ժողովուրդ ջան։ Իր այդ մեկ զանգվում ենք, խոսում ենք, ինքը լավ է։ Ու ես հավատում եմ, որ ինքը Հայաստան վերադառնալու է։ Մի օր, հələ որ ինքը մի քիչ ջղայնացած է, բանա, բայց ինքը Հայաստան այնքան է սիրում, որ ինքը վերադառնալու է, ես գիտեմ դա։ Դա ամեն ինչ կանցնի։ Так, теперь к вопросу Израиль-Иран. Перейдем. Ժողովուրդ ուրեմն դուք տեսել եք իմ ինտերվյուն Դմիտրի Բրիկմանի հետ, առանձին իմ էֆիրները, որ ես Իսրայելը այսքան գովում էի։ Իսրայելը Հայաստանից փոքր է, տերիտորիայով։ Իսրայել ընդհանրապես ոչ մի բան չունի։ Եթե մենք հլու ունենք պղինձ, մալիբդեն, ոսկի հանք, սենց բաներ ունենք եւ այլ, Իսրայելը, եթե մեկը լինեք Իսրայել, դուք չեք պատկերացնում, սա կավա։ Այնտեղ ոչ մի բան չկա։ Իրան կարացան այդ երկիրը բարձրացնեն տենց, այդ մակարդակի։ Ու հիմա իրանք 100 միլիոնանոց Իրան տեսակ ինչ արին։ Սա վիշի օֆիցերներին խփեցին։ Ядерный ֆիզիկների խփեցին, ученых խփեցին։ И разбомбили Իրան։ Եթե Իսրայելը Իրանի հետ սահման ունենար, скорее всего, Իրանը խփեր կանցներ, որովհետև ժողովուրդը շատ է, все-таки Իրանը 100 միլիոն է, Իսրայելը 9 միլիոն է։ Բայց որ հերո են տեխնոլոգիան այնտեղ դեր խաղում, այնտեղ Իսրայելի դեմ խաղ չկա։ Հա, Իրանը հիմա պատասխանելու է, այնտեղ դժոխք կա, թե այնտեղ դժոխք կա լինելու եւ այլն։ Բայց դուք հասկանում եք, այդ փոքր երկիրը ում է կարում հարվածի ու հաղթեց, լնայք ինչ արեց, այսօր վարով իրանք հաղթած են։ Ճիշտ դաշնակիցն է։ Ճիշտ դաշնակիցը ընտրեց Իսրայելը, որովհետև ոչ թե մեր նման այդ բամնամս թե ինչ անեմ, այդում եմ Ռուսաստան։ Գնացիք, կերակ, համովեր, էլի ուտեք։ Ժամանակն է եկել, այո, Նիկոլը ինչ որտեղ ճիշտ է անում, ինչ որտեղ սխալ, բայց հա Ռուսաստանից փշի-փշիով պետք է հեռանալ, չի կարելի ռադիկալ քայլեր անել, Ժողովուրդ ջան։ Մենք բոլորս խելքով մարդ ենք, հա, հասկանում ենք, որ ռադիկալ չես կարա Ռուսաստանն ասես, всё։ Բայց այդ փշի-փշի անելով մենք միանում ենք Եվրոպային։ Մենք եկել տենում ենք Ֆրանսիայի հետ ստրատեգическое партнерство, եկել Ամերիկայի հետ ստրատեգическое партнерство։ Եկել Ֆրանսիայից է զենք մտնում, Հնդկաստանից է զենք մտնում, բայց он умудряется это делать так, что ռուսները հələ հույս ունեն, որ մենք իրանց հետ ենք փշի-փշի։ Այո, տես պետք է։ Այսի Արադ Միրզոյանի գործն է, кстати, за что Արադ բրավո։ Ու հիմա այսօրվա օրով Ժողովուրդ ջան, ես չեմ կարող ասեմ, որ ես Իսրայելի կողմից եմ։ Որ Սյունիքի հարցը չեղավ, դա Իրանն էր այնտեղ։ Ամենամեծ դերը
այնտեղ Իրանը խաղաց, հետո Ֆրանսիան։ Այդ նրանից չի որ Իրանը մեզ տենց շատ է սիրում։ Չնայած մեր հանդեպ ինքը շատ լավ է միշտ եղել, բայց այդ նրանից չի որ շատ է սիրում։ Ինքը իր հետաքրքրությունները ունի։ Իր սահմանը կտրեն, ընդհանրապես Կյուրսկի միր դառնա։ Ինքը չի ուզում։ Դրա համար мы с Ираном естественные союзники. А это мощная страна. Ադրբեջանին ինքը կհոշոտի։ Ու կստացի շատ հնարավոր է, որ դա տենց էլ լինի, ես չեմ ասում կլինի հաստատ, բայց եթե շարունակվի, դա շատ հնարավոր է, որ Իրանը շատ լավ գիտի, որտեղից է Իսրայելի բաները գալիս։ Որտեղից է գալիս, որտեղից է ռազմիկն եղել, որտեղից է ամեն ինչ եղել։ Իրանք Ադրբեջանի տերիտորիայում իրանք ռազմիկ բազաներ ունեին եւ այլն։ Բայց то, что операцию они провели блестящую, իսկ մենք մինչև հիմա ընկած սրբազան ենք հեռացնում, չենք կարում հեռացնենք, Նիկոլե Դավաճան, այս ասֆալտը տեսեք, սենց եմ անում, պանը պոկվավ եւ այլ։ Իսկ դեցի Իրանի կողքը հենց բիսպիլոտինգների բազա էր սարքել Իսրայելը ու խփեց իրենց օբյեկտներին։ Իսկ մենք մինչև հիմա ասֆալտը սենց է ջարդվում։ Այդ մակարդակին ենք մնացել։ Կամ դրոշ ենք վառում։ Ես Թուրքիայի դրոշը վառեցի, աղտեցինք, բրծանք։ Դրա համար էլ եմ ասում, այս բանը որ բացվում է, այս 500 միլիոնը, այս մակարդակը որ տալու է Հայաստանին, Ժողովուրդ ջան, դա կզգացվի մի քանի տարի հետո։ Ինչ ուղեղ է մտնելու Հայաստանը, որ այդ մակարդակից բարձրանալու է մեր ժողովուրդը։ Աստված տա։ Մի հատ էլ բան ասեմ, կանցլեր Գերմանիայի Մերց Трампի հետ հանդիպման ժամանակ ինքը իրան տղամարդ ցույց տվեց։ Իսկ Трамп показал себя быдло и ублюдок. Кем был, тем себя и показал. Ուրեմն во время переговоров Մերցը Գերմանիայի կանցլերը ասում է այսօր է որ Ամերիկայի զորքերը բանը երկրորդ համաշխարհային պատերազմին մտան Եվրոպա Трамп ասում է այդ օրը ձեր համար վատ օր էր չէ быдло Мерц себя как мужчина показал он ответил это для нас был хороший день нас спасли от фашизма от нацизма Ժորժան Գերմանիան այն երկիրն է որ ինքը զարթեց, իսկ ինքը զարթեց։ Գիտեք, չէ՞ որ Գերմանիան երբեք մի պետությանը պատերազմ չի հայտարարում, որովհետև կհոշոտի, հենց տեղում կհոշոտի։ Ինքը օպտիմա գնում միանգամից։ Սաղ աշխարհին պատերազմ հայտարարում։ Երկու հատ համաշխարհային, երկուսն է Գերմանիան հայտարարեց։ Իրանց դեմ խաղ չկա։ Որ երկիրը սահման ունի Գերմանիայի հետ, այդ երկիրը լավ ապրում։ Անկամ երկիրը, որը սահման ունի Գերմանիայի հետ, ով մոտիկ է Գերմանիային, այդ երկրի մասը, ավելի լավ ապրում, քան այն մասը։ Ցանկացած երկիր, որ վերցնեք, տենց է։ А немцы проснулись. Здравствуй, Россия. Мало не покажется. У меня հատ էլ բան Ժողովուրդ ջան, խոսեմ ռազմաարդյունաբերությունից։ Ժողովուրդ ջան, լավ կոնտրակտի է գալիս Հայաստանը հիմա։ Չտեսնված բան ալինելու։ Չտեսնված բան։ Ու շատ կզարմանաք, այս 500 միլիոն էս, որ բանը բացում է Հայաստանում, էդի դեմ երեխա է։ Դուք կտեսնեք շատ լավ նորություններ շուտով։ Հա, աճում ենք, չնայած ամբողջ սխալերին, չնայած բանին, չնայած Ավինյանի սխալերին, չնայած այն մեկի սխալերին եւ այլը, բայց աճում ենք, ժողովուրդ, այս բանը ոնց որ հիմա է կատարում Հայաստանում չի եղել, երբեք չի եղել։ Մենք հիմա պետություն ենք, հազիվ պետություն ենք, ում դուրը չի գալիս, այդ համ Ռուսաստան բամնամս թե ինչ անեմ, գնացեք, թող մնա Հայաստանում 2 միլիոն ասիլ են, բայց մնա հայ,
Ոչ թե ռուսի սապոգը լեզող, այն մեկի սապոգը լեզող եւ այլն եւ այլն։ Ու նույնը Իսրայել-Իրան պատերազմի բանով ժողովուրդ ջան, մենք ռադիկալ չպետք է լինենք։ Մենք պետք է նայենք Հայաստան ինչն է օգուտ։ Всё։ Ոչ ոքի կողմը։ Հա, ես Իրանին շատ շնորհակալ եմ այսօրվա օրով, բայց մենք պետք է նայենք մեզ որն է օգուտ։ Ոյ ճանապարհով շարժվենք։ Մոռացեք, մենք ընկել ենք էսյա, լավ, Անգլիայի պրեմիեր-մինիստրը լավն է թե վատն է, այն մեկը լավն է թե վատն է, չէ, ժողովուրդ ջան, լավն է մեր համար, ուրեմն всё։ Թող սաղի համար վատ լինի, մեր համար պետք է լավ լինի։ Թուրքերից դիվանագիտությունը սովորեք։ Սաղի հետ փշի անելով, սաղի հետ բան, ոչ ռուսի հետ արա բան պրատիվնիկ, ոչ Ամերիկայի հետ է պրատիվնիկ, ոչ Իրանի հետ է պրատիվնիկ։ Սենց սաղի հետ բան անելով, սենց փշի անելով, սաղին բան անելով, սաղ մեր հողերը սենց կծեցին կերան։ Մենք մեզ համարում ենք ամենախելքովը։ Մենք խելքով ենք իրար հետ, իրար քսելով։ Ոչ, պետք է հիմա պետական մտածելակերպ լինի մեր մոտ։ Արմենիա прежде всего։ Ով ուզում է թող շոտի։ Հայաստանը պետք է օգուտ լինի դրանից։ Իսկ այդ կոնտրակտի համար ժողովուրդ ջան, ես էլ եմ ասում շուտով ժամանակը կգա, դուք կապշեք Հայաստանի ստորագրած կոնտրակտով։ Ինչ լավ է լինելու բանը, ոչ թե ինչ լավ է լինելու, ինչ լավ լուրեր ստանալու։ Լավ եղեք, գրկում եմ ձեզ բոլորին սիրում եմ։